Իմ անձնական կյանքը ճիշտն ասած լրիվ ուրիշ ընթացք ունեցավ։ Ես հիմա զբաղվում եմ միայն իմ գործունեությամբ, իմ բիզնեսով։ Նաև աստղերին եք, այդպես հանրահայտ մարդկանց եք սպասարկում։ Ամուսնացած չունեմ, որդի չունեմ։ Շատերը տեսնում են իմ էջում տղաների, իմ քույրիկիս տղաներն են։ Ինչպես ես կռահեցի, ձեզ ասում են թագուհի, այսինքն բնական մազերի թագուհի։ Բնական մազերի երկարացումը նոր գեղեցկության ուղղություն չէ, բայց մշտապես թրենդային է։ Այսօր մենք հյուրընկալել ենք բնական մազերի երկարացման մասնագետ Թագուհի Բաղդասարյանին։ Հայաստանում միակ ու առաջին կրոհե առցանց խանութն արդեն գործարկվել է։ Shop Կրոհե.am։ Գնիր առցանց, ստացիր արձեռը։ Թագուհի արդեն երկար ժամանակ է հետևում եմ ձեր ինստագրամյան էջին եւ լուսավորվում է օրը կարծես թե եւ տեսնում եմ ինչպես է գեղեցկացնում մարդկանց, մարդը ինքնին ցանկանում է ձեզ մոտ հայտնվել, ձեր ժպտերեսությունը, ձեր լավ մասնագետ լինելը եւ բնականաբար արդեն որ մարդիկ գեղեցիկ են դուրս գալիս, ինչ էմոցիաներ են պարգևում ձեզ, դուք ինչ էմոցիաներ եք պարգևում իրենց։ Այո, մարդիկ սիրով են գալիս ինձ մոտ, իմ սրահ, ես էլ սիրով իրենց սպասարկում եմ, այսինքն այն ինչը որ զգում եմ ես մարդկանց հանդեպ, ես փոխանցում եմ նաև թեկուզ իմ աշխատանքի տեսքով մարդկանց։ Ու այն ամեն ինչը որ փոխանցում եմ հաճախորդին, երբ որ հաճախորդը բավարարված է լինում, ես արդեն իսկ եմ որ հասկանում եմ, որ իմ աշխատանքը, այո, դուր է եկել հաճախորդին, այդ ժպիտը, այդ ուրախությունը արդեն ինձ համար տալիս է այն էներգիան, ինչը որ ես փոխանցել եմ հաճախորդին։ Ի սկզբանե բլոգ վարելու խնդիր որպես այդպեսին կամ նպատակ չեք ունեցել։ Չեմ ունեցել։ Ձեր գործունեության հիման վրա աճել են դիտումները, ֆոլոուերներ եք հավաքել, ինչպես դա ստացվեց, երբ հասկացաք, որ ահա կամած այդպես ակտիվ ես էլ չնկատեցի ինչպես դա տեղի ունեցավ, որովհետև ամեն ինչ այնքան արագ ստացվեց, ու ես այն որ տեսնում էի, որ անընդհատ հետևորդներ են ավելանում ու իմ բոլոր վիդեոները, ռիլերը անգնում են ռայք, բազմաթիվ sense դիտումներ են հավաքում։ Ճիշտն ասած այդ ընթացքում ինձ նաև օգնել է իմ SMM մասնագետը, որին շատ շնորհակալ եմ։ Մենք միասին շատ sense համատեղ լավ աշխատեցինք, որպեսզի մեր կատարած աշխատանքը հասնի իր արդյունքին։ Եվ փառքաստու հասել է ու ինչպես տեսնում եք, այո, դիտումները շատ են, հետևորդները շատանում են ու իրենց դուր է գալիս ավելի շատ իմ այդ անմիջական զրույցը հաճախորդի հետ, հետևորդների հետ ու ինչպես նաև գեղեցիկ աշխատանքները։ Գեղեցկությունը աշխատատարություն է պահանջում, մանավանդ ձեր պարագայում 24/7 եք աշխատում, ինչպես եք կարողանում եւ շատ ժամանակ միգուցե չեք կարող, չեք հասցնում, բայց մարդը ուզում է գեղեցկանալ, միջոցառմանը, ինչպես եք կարողանում այդ ամեն դասակարգել։ Դե կարողանում ենք այնպես կազմակերպել, որ բոլոր հաճախորդներին գոհացնենք, այսինքն տեղավորվում ենք ժամային գրաֆիկի մեջ, եղել է նաեւ դեպքեր, որ գրաֆիկից դուրս եմ աշխատել, եղել են դեպքեր, որ իմ հանգստյան օրն եմ աշխատել, որպեսզի այս հաճախորդին մենք պետք է անենք, այսինքն չկա, չենք կարող, մեր աշխատանքային ժամը վերջացել է, չկա նման բան, հաճախորդին պետք է հասցնենք իր նպատակին, իր տեսքը ապահովենք, քանի որ դա է մեր աշխատանքը, մեզնից պահանջվում է մարդկանց գեղեցկացնել եւ մենք դա անում ենք ցանկացած ժամի, ցանկացած գնով, այսինքն կան օրեր, որ չենք աշխատում, նաեւ այդ օրերին աշխատել ենք, որպեսզի հաճախորդը բավարարված մեզանից գնա։ Բացի այդ որ աշխատանքը շատ է, դուք կարողանում եք միևնույն ժամանակ ձեր տեսքը խնամել եւ նայում եմ ձեր մատնահարդարումը բավականին գեղեցիկ է, կապսուլաները այդ օրվա ընթացքում որքան ժամանակ եք տրամադրում եւ փաստորեն այնպես եք աշխատում, որ ձեզ չի վնասում ձեր մատերը, որովհետեւ Ոչ, իհարկե չի վնասում, այսինքն եթե մի բանը վնասակար է, մենք դա բացառում ենք, դա չենք անում, լինի դա իմ մատերի հետ կապված, լինի հաճախորդի հետ կապված, վնասակար ոչ մի գործողություն չենք կատարում։ Իսկ մեր խնամքի համար, այո, նաև այդ դեպքում ենք ժամանակ հատկացնում, իհարկե պետք է մասնագետն է լինի խնամված, գեղեցիկ, քանի որ հաճախորդը գալիս է ու ինքն էլ իրեն լավ է զգում, որ իր մասնագետը խնամված եւ գեղեցիկ է։ Նաև աստղերին եք, այդպես հանրահայտ մարդկանց եք սպասարկում եւ օրինակ եղել են դեպքեր, երբ որ տաղավար եք գնացել եւ պրեմիերի հետ եք աշխատել։ Այո, եղել է, տեսահոլովակի նկարահանման ենք մասնակցել, տաղավարում, այսինքն մենք ամբողջ օրը հատկացրել ենք տվյալ արտիստին, որպեսզի իր տեսքն էլի ապահովենք։ Այո, իհարկե եղել է, ու ես շատ շնորհակալ եմ, որ մեզ է վստահվել այդ պատասխանատվությունը։
Իսկ ինչ վերաբերում է կամերային, հա, օբյեկտիվին, սեր ունեցել եք երբևէ կամ բլոգինգի հանդեպ սեր ունեցել եք երբևէ պատկերացրել եք, որ էջը կվերածվեր բլոգի։ Ոչ, չեմ պատկերացրել։ Սեր ունեցել եմ իհարկե տեսախցիկի հետ, բայց բլոգինգի հետ որպես այդպեսին չէ, ճիշտ ասած։ Մանկուց է եղել այդ սերը, հա, այդ խաղը տեսախցիկի հետ, բայց որպես այսպեսին, որ նպատակ ունենամ, որ ես երբևիցե մի օր բլոգ կվարեմ, այդպեսի նպատակ երբևիցե չի եղել։ Այսինքն իմ գործունեությունը այնպես ծավալվեց, որ իմ մասնագիտությունը նաև ծառայում է ինձ որպես բլոգ։ Թագուհի ջան, մի փոքր կպատմեք ձեր մասին, վստահ եմ, որ մարդկանց հետաքրքիր է, ի սկզբանե մասնագիտությամբ հենց բնական մազերի երկարացման մասնագետ եք եղել, քանի տարեկան եք կամ ամուսնացած եք, որդի ունեք, չունեք, վստահ եմ մի փոքր կենսագրականից էլ հետաքրքիր կլինի, եթե իհարկե ցանկանում եք, որովհետև ձեր էջում մարդիկ սովորաբար բլոգերները տեղադրում են, բայց ձեր էջում միայն աշխատանքային, այդպես ոչինչ չեմ տեղադրել երբևիցե, անձնական կյանքում пассив եմ, ամուսնացած չեմ, որդի չունեմ, շատերը տեսնում են իմ էջում տղաների, դա իմ քույրիկիս տղաներն են, շատերը գիտեն, որ դա իմն է, բայց ես ամուսնացած չեմ, չունեմ զավակ, երբևիցե չեմ մտածել, որ կդառնամ վարսահարդար։ Ես միշտ մտածել եմ, որ ես պետք է լինեմ բազմազավակ երեխաների մայր։ Իմ անձնական կյանքը, ճիշտ ասած, լրիվ ուրիշ ընթացք ունեցավ։ Ես հիմա զբաղվում եմ միայն իմ գործունեությամբ, իմ բիզնեսով։ Շուրջ 15 տարի է արդեն, որ ես աշխատում եմ այս ոլորտում։ Սկզբից ես ավելի շատ կենտրոնացած եմ եղել կտրվածքների եւ մազերի երանգավորման։ Երբ որ ես ամենասկզբից ոչ Հայաստանում, հա, աշխատում էի Ռուսաստանում, այնտեղ 3-ից 4 տարի աշխատելուց հետո վերադարձա հայրենիք եւ այստեղ սկսեցի նորից իմ գործունեությունը արդեն ծավալել ավելի լայն մասշտաբով։ Մեկնել եմ տարբեր տեղեր վերապատրաստումների, կալարիստիկայի հետ կապված։ Դա շատ կարևոր է, չէ՞, գործունեությունը անընդհատ վերապատրաստումները։ Իհարկե, պարտադիր է իմ կարծիքով։ Մարդ միշտ ունի այդ բացը, որ պետք է անդադ լրացնի։ Չսահմանափակվենք նրանով, ինչ ունենք։ Հետո արդեն, երբ որ ամեն տարի նոր պահանջարկներ են, հա, ավելանում, ու այդ ընթացքում արդեն սկսեց պահանջարկը ավելի շատ այդ երկար մազերի հետ կապված, սկսեցինք արդեն այդ ուղղությամբ նաև աշխատել։ Բարդ է եւ երկարացնել եւ բնականությունը պահպանել, որովհետեւ այսօր արդեն տենդենսները փոխվում են, եթե այն ժամանակ մի փոքր ավելի մարդիկ սիրում էին ներարկումներ եւ այլն, հիմա արդեն հետ ենք գալիս դեպի բնականություն։ Ձեզ մոտ ստացվում է եւ երկարացնել եւ հենց բնական երկարացնել, հենց այդ բանը պահպանում եք։ Միշտ շեշտը դնում եմ, որ պետքա մարդ ինչքան էլ միջամտություններ անի, հա, թեկուս ներարկումների հետ կապված, թեկուս արտաքին տեսքը, վիրահատությունը, այլ լիքը ծառայություններ կան այսօր, միջամտություններ, որոնք պետք է նպաստեն մարդկանց գեղեցկացնելուն, ոչ թե արհեստական տեսք հաղորդելուն, հա։ Ես շեշտը հենց դնում եմ բնականի վրա, որ ինչ միջամտություններ որ անենք, մաքսիմալ լինի բնական, որ կողքից տեսնողը չտեսնի, ասի, վայ, տեսեք մազերը իր երկարացրած է։ Այսինքն մենք այնպես ենք անում, ես ու ինքը գիտենք, որ հա մեկ էլ որ վիդեո ռիլով տեսնում են, այ վայ դուք էլ եք մազերը երկարացնում, հա։ Ու շատ կարևոր է այստեղ ոչ միայն երկարեցումը, այլ նաև երանգների գաման, հա, ճիշտ ասավորեք, որ ձեր բնական մազն ու ձեր տեղադրած մազը իրարից չառանձնանան, ոչ ստրուկտուրայով մազի, ոչ երանգներով։ Դրա համար առաջի հերթին պետք է մարդ լինի մասնագետ, լավ կալարիստ, լավ տեխնոլոգ, հետո նոր մազ երկարեցնող։ Այսօր շատ տարածված է, բոլորը մազ են երկարեցնում, մասնագետների մասն է խոսքը, բայց իրենք չունեն վարսավիրական կրթություն հասարակ։ Այսինքն իրենք տեսնում են մի քանի բաներ ու իրենք տունը անում են այդ ամեն ինչը, որը որ շատ սխալ է եւ շատ տգեղ է նայվում։ Այո, ու մարդկանց մոտ մի պահ տպավորություն է ստեղծվել, որ մազերի երկարեցնումը փչացնում է։ Այո, եթե ոչ ճիշտ մասնագետի մոտ գնաք, իհարկե կարող է փչացնի։ Այսինքն մազաթափության չի հանգեցնում, սովորաբար ասում են, որ արմատից երբ ինքը մազաթափության չի հանգեցնում, բայց կարող են ճիշտ չտեղադրեն, այդ ընթացքում մազը պոկվի ուղղակի, ոչ ճիշտ տեղադրումից։ Եվ կապսուլաների տեսակից էլ է, չէ՞, կախված։ Կապսուլաների տեսակներ գոյություն ունի, կա ճիշտ դասավորվածություն, շատ նյուանսներ կան, որոնք որ պետք է դա սովորեն, հա, տարիների փորձ է պետք է լինի վարսավիր,
այսինքն վարսահարդար պետք է լինի այդ տվյալ անձը։ Եվ իրականում շատ բարդ մասնագիտություն է վարսահարդար լինելը։ Այո, իհարկե բարդ է։ Ինքն իրենով շատ ծավալուն եւ շատ բարդ մասնագիտություն է ու շատ պատասխանատու։ Ոնց որ բժշկությունն է, ոնց որ կոսմետոլոգիան է, նույնն էլ վարսահարդարն է։ Դու կարաք այո շատ լուրջ վնաս տակ այդ տվյալ անձի, որը որ ձեզ է վստահել իր արտաքին տեսքը։ Իսկ եղել են այդպես արտակարգ իրավիճակներ, որ շատ արագ պիտի կազմակերպեք ամեն ինչ, որպեսզի արդեն տեղում գնան։ Իսկ լարվածությունը խնդիր առաջացնում է, խանգարում է։ Երբեմն այո, բայց շատ դեպքերում չենք լարվում, այսինքն եթե կա խնդիր, կա նաև լուծում, մենք արագ գտնում ենք այդ լուծումը, եթե լուծումը գտել եք, արդեն լարվածություն չկա։ Եթե այդ խնդիրը կա, լուծում չլինի, այդ դեպքում արդեն սկսում եք լարվել։ Բայց մենք շուտ լուծումը գտնում ենք ու հարթում ենք ամեն ինչ, այսինքն պետք է շատ արագ դասավորվի այս մարդը, չի գրանցվել, բայց իրեն շտապ պետք է, մենք արագի մեջ կարող ենք կազմակերպել։ Իսկ օրվա ընթացքում քանի հոգու եք հասցնում, հա, մազերի բնական երկարացմամբ այդպես ապահովել։ Եթե մենակ ես 3, ոչ ավել, հա, որովհետև արդեն գերհոգնած ես լինում օրվա վերջում։ Սպորտով զբաղվում եք, Թագուհի։ Երբևիցե չեմ զբաղվել։ Հետաքրքիր է, որովհետև ձեր աշխատանքը ենթադրում է նաև դա, որովհետև ձեր կեցվածքը շատ գեղեցիկ է իհարկե, բայց ամեն դեպքում երբ ոտքի վրա այդքան երկար ժամանակ։ Շատ են ինձ հարցնում են անգամ ինչ սպորտով եմ զբաղվում, ասեմ, որ երբևիցե ոչ մի տեսակի սպորտով չեմ զբաղվել։ Ուղղակի այդպեսին կամ ես ինչ կեցված կողմն եմ։ Այս պարագայում այդ սիրով աշխատելը չի հոգնեցնում, գերբան չի առաջացնում, այսինքն երկրորդ օրը դուք նորից առուի կառավարության արթնանում եք։ Այո, ես անգամ եղել եմ շատ հոգնած, արդեն երեկոյան ժամը 11:30, որ եղել արդեն վերջացրել եմ, բայց այնքան գեղեցիկ ա եղել աշխատանքս, որ ուզեցել եմ մի հատ էլ սիրուն սենց շիպցի անեմ, ես հաճախորդն ասում եմ, թող դե հոգնած ես, դե վերջ, ասես չէ, ես պետք է մի հատ այս վերջնական գեղեցիկ տեսքը տեսնեմ, որ ես բավարարված տուն գնամ։ Նաև դուք եք վայելում ուրիշի։ Այո, եթե ես չտեսնեմ, ինձ դուր չգա, ես տենց հոգնած տուն կգնամ, բայց երբ որ արդեն ես վերջնական արդյունքը տեսնում եմ, ինձ դուր է գալիս, իմ հոգնածությունը հենց այստեղ всё վերջանում է։ Իսկ ես բավարարված եմ տուն գնում։ Հասցնում եք հետևորդների հետ կապ պահել, պատասխանել իրենց, որովհետև շատ հաճախ հետևորդները սիրում են, որ գրեն, երբ արդեն ասեն։ Այո, իհարկե, բոլորին գրում ենք, կարող է հենց այդ նույն օրը չլինի, բայց բոլոր նամակները ընթերցվում են, բոլոր նամակները պատասխանում ենք։ Այսինքն չկա մի հետևորդ, մի նամակ, թեկուզ հաճոյախոսություններ, որ արվում են, բոլոր նամակներին մենք պատասխանում ենք ու շատ մեծ դուր է գալիս։ Այսինքն անգամ դրսում երբ ինձ տեսնում են, մոտենում են, վայ մենք ձեզ ճանաչեցինք, դա այնքան հաճելի է, այսինքն ես շոյվում եմ շատ դրանից, անգամ որ գրում են շատ գեղեցիկ նամակներ են գրում, մենք ձեզ հետևում ենք, մենք ձեզ շատ ենք հավանում, սիրում ենք, ես նույնպես բոլորին շատ սիրում եմ, շատ հաճելի է նման ջերմ խոսքեր լսել։ Իսկ ինֆլուենսեր համարում եք, ձեզ սովորաբար առաջարկներ ստանում եք գովազդային եւ ինչպես եք դրան վերաբերում։ Այո, ճիշտն ասած, վերջի շրջանում շատ եմ ստացել առաջարկներ գովազդի, բայց ես մի տեսակ իմ բնույթով այնպեսին եմ, ես ամեն բան չեմ գովազդի, այսինքն ինչը ինձ դուր չի գալիս, ես ոչ մի գումարով դա չեմ գովազդի։ Իսկ եթե ինձ դուր է գալիս, ես դա կանեմ, կառաջարկեմ իմ հետևորդներին, ինչու ոչ, անգամ եղել է, որ գովազդի կարիք չի եղել, այո, բայց ինձ այնքան շատ է դուր եկել այդ ապրանքանիշը, որ ես սիրով ներկայացրել եմ իմ հետևորդներին, ասել եմ, բայ գիտեք ինչ կա, այսի շատ լավ ապրանք է, շատ ինձ դուր է եկել, ու այդ վստահությունն են ունեմ ես հետևորդների, որ իրենք ինձ շատ են հարցնում, այս ձեր այս հագուստը որտեղից եք գնել, ինչ օծանելիք եք օգտագործում, այսինքն շատ են այդ հարցերը, ու որ ես իրենց ասում եմ, իրանք էլ շատ սենց սիրով հետևում են ինձ։ Մանավանդ եթե հարցը նաև կվերաբերի մազերի խնամքի պարագաներին, դա շատ կարևոր բան է, որպեսզի սխալ ինֆորմացիա կամ այս վերջերս անգամ սուշիի հետ կապված գովազդի առաջարկ ստացա, որը որ ես ընդհանրապես չեմ սիրում։ Հա, չեք ուտում։ Չեմ կարող գովազդել մի բան, որը որ ես չեմ սիրում։ Բա ինչ կլինի, խնդրում ենք միանշանակ չեմ անի նման գովազդներ, որը որ ինձ դուր չի գալիս։ Պետք է ինձ դուր գա։ Իսկ մազերի խնամքի հետ կապված, այո, նաև շատ են հարցնում, ունենք շատ լավ բրենդներ, շատ լավ մազերի խնամքի մասկաներ, որոնք որ իհարկե առաջարկում ենք, խորհուրդ ենք տալիս, որ օգտագործեն, ու այսքան ժամանակ չի եղել, որ ասեմ, բայ Թագուհի ջան, այս ինչ բանը խորհուրդ տվեցիր, օգտագործեցինք, բայց լավը չէր։
Բնական մազերի երկարացման հետ կապված թրենդեր գոյություն ունեն այդ առումով, թե ոչ։ Այս պահին օրինակ 2026 թվականի համար թե բնական նայում ենք, ասենք, տվյալ մարդուն ինչը կսազի, ոչ թե ինքը տեսել է այս անձնավորության վրա, սա իրեն դուր է գալիս, ինքն էլ է ուզում։ Լինում է, որ դուք փոխում եք, ասում եք, իհարկե, շատ են դիմել մեզ, գալիս են, նայում ենք մաշկի գույնը, դիմագծերը, իր տարիքը, կեցվածքը, որ համապատասխան չի, մենք խորհուրդ ենք տալիս, որ եկեք փոխենք։ Եկեք մենք ձեզ կառաջարկենք, սա ավելի լավ է։ Շատ մարդիկ կան, որ ընդունում են, իհարկե, վստահում են, շատերն էլ կան, որ իրենք իրենց կարծիքների մեջ չեն լսում, դա են ուզում, մենք էլ դե հաճախորդն ուզում է, մենք տալիս ենք այն, ինչը որ ուզում է, կարևոր է, որ ինքը գոհ լինի։ Բայց նաև առաջարկում ենք իհարկե փոփոխություններ, դրանից էլ են շատ գոհ մնում, շատ շնորհակալ ենք, ինչ լավ էր, որ դիմեցինք ձեզ։ Ճիշտ է, որ կամ երևի իմ նկատառումն է, որ տարիքի հետ երկար մազերը այնքան էլ համապատասխան չեն լինում, երբ արդեն տարիքի մեջ ես Ես էլ եմ այդ կարծիքին, որ այո, գալիս է մի տարիք, որ շատ երկարը չի նայվում, կան տարիքով կանայք, որ նայում ես, ասում ես, լավ, սկզբից նայում ենք, ասում ենք, բայց հա, որ արժի, հետո երկարեցնում ենք, նայում ենք, որ հա, էլի, սազում էր իրան, կա, բայց ոչ բոլորին է սազում։ Օրինակ, ես միշտ խորհուրդ եմ տալիս, եկեք ավելի կարճը դնենք, ավելի ուրիշ երանգով, բայց կան նաև իհարկե, որ երկարն էլ է սազում, կարևորը իր ընտանիքի անդամներին իրեն շատ է դուր գալիս ու ինքը շատ բավարարված է դրանից, մենք էլ ուրախանում ենք զուտ։ Երբ որ մարդ բավարարված է լինում ու մենք ենք օգնում իրեն, հա, ինքը երջանիկ է, մենք զուտ երջանիկ ենք դրանից։ Նաև որ խոսում եք դրա մասին, աչքերը ձեր փայլում, այսինքն ինչքան նվիրված եք ձեր աշխատանքին եւ մազերի խնամքի վերաբերող, հա, մի քանի խորհուրդներ, ինչպես մարդը վերաբերի իր մազերին առհասարակ, որովհետեւ իմ կարծիքով ամենակարևորն է մարդու արտաքինի մեջ մազերի կարևորն ու խնամված լինելը, չէ՞ ասի երկար կամ կարճ, կարևորը խնամված լինելը։ Այո, շատ կարևոր է խնամքը։ Նախ խորհուրդ կտամ բոլորին դիմել ճիշտ մասնագետի, իրենց կողմից ընտրված ճիշտ մասնագետի, այսինքն նոր հետո, որովհետև կարող է շատ խնամված, գեղեցիկ մազեր լինեն, բայց դիմեն ոչ փորձառու մասնագետներ, որ իրանց մազերի խնամքը վերածվի ուրիշ մի հատ ասենց երևույթի, որ տարիներով չկարողանանք հետ բերել։ Խորհուրդս, որ այո, ճիշտ մասնագետի ընտրեն եւ խնամքը նայեք, շատ դեպքերում իրենք էլ են տունը վատ վարվում իրենց մազերի հետ, տունն են հարդարում, հարթուկում են չոր վիճակում, ոչ մի խնամքի պարագաներ չեն անում մարդիկ, հա, երբեմն այդպիսի դեպքեր են լինում, որ մասնագետը այդտեղ անզոր է արդեն, որտեղ գիտի ինքը ինչքան էլ լավ աշխատանք արեց, ինքը գնալու է տուն, մի ամիս հետո գալու է վառված մազերով, որովհետև գեղեցկության սրահներ չեն գնում, չեն հարդարում, իրենք տունը անում են, վառվում է, մի կողմը կարճ, մի կողմը երկար, գալիս են ասում մազերս վառվեց։ Սիրելիներս, ձեզ խորհուրդ, երբեմն չդիմեք, հա, ինքնագործունեությամբ, զբաղվեք ձեր մազերով, ձեր գեղեցկությամբ, դիմեք ճիշտ մասնագետների ու հաստատ ձեր գեղեցիկ տեսքը կապահովի այնպիսին, ինչպիսին որ դուք եք ուզում, որովհետև ոչ բոլորը կարող են իրենց մազերը հարդարել տանը։ Այո, խնամքի պարագաներ խորհուրդ կտամ օգտագործեն անպայման խոնավեցնող դիմակներ, սպրեյներ, խոնավեցնող եւ յուղեր, այսինքն այդ ամեն ինչը որ մարդիկ տունը թեկուզ իրենցով խնամք տանեն իրենց մազերի հանդեպ չի չորանա, չի վառվի, գոնե մաքսիմալ կպահպանվի։ Շատ բարի, շնորհակալություն Թագուհի ջան հյուրընկալվելու համար, ձեզ էլ ավելի պայծառ ռիլեր եւ հետեւորդներ եմ ցանկանում, թեև հետեւորդները ինքնստինքյան կարծում եմ ձեր էջից արդեն իրենք կգան։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար, շատ հաճելի է, շատ անմիջական զրույց ունեցանք։ Եվ ինչպես ես կռահեցի, ձեզ ասում են Թագուհի, այսինքն բնական մազերի Թագուհի։ Շնորհակալ եմ շատ։ Այո, շատ են այդպես դիմում։ Մազերի երկարեցման Թագուհի։ Ձեզ հաջողություններ։ Շնորհակալ եմ շատ հյուրընկալելու համար։ Հայաստանում միակ ու առաջին կրոհե առցանց խանութն արդեն գործարկվել է։ Shop.grohe.am։ Գնիր առցանց, ստացիր արձեռը։